Իրենք, ինչպես ես նշեցի, բազմաթիվ հնարավորություններ են ունեցել իմ հետ հանդիպելու, մենք քննարկել ենք բոլոր հարցերը, իրենք առաջարկել են հասարակական կազմակերպություն ստեղծել, որում մենք օգնել ենք, խնդրել են, որ մենք իրանց լիազորենք, որպեսզի իրանք զբաղվեն այդ հարցերով եւ ներկայացնեն մեր հասարակությանը ինչա կատարվել ի վերջո Արցախում, որովհետեւ այսպես կոչված թալանը պրոյեկցում է բոլոր արցախցիների վրա, մի խումբ մարդիկ օգտվել են այս ամեն ինչից, բայց արցախցիները այսօր կրում են այդ պատասխանատվությունը բոլորի համար։ Սա ճշմարտություն։ Ինչ թալանի մասին է խոսքը, պարոն Շահրամանյան, այդ ներդրումային ֆոնդում որքան գումար կա այս պահին, ինչու է սառեցվել եւ ովքեր են ձեր ասած այդ մի խումբ մարդիկ, որոնք օգտվել են այդ այսպես կոչված թալանից։ Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում։ Այս ամեն ինչը խոսքը գնում է Արցախում տեղի ունեցած գործողությունների մասին, ներդրումային հիմնադրամը հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ, ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ձեզ էլ է մեղադրում ուղիղ։ Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևիցե մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել եւ նաեւ օգտվելով այս հարցից, որ դուք տվել եք, ուզում եմ դիմել նաև մեր ժողովրդին, որպեսզի ճշմարտությունը իմանան, տարբեր քննարկումներ ա գնում, որ Արցախի նախագահան ապրում է դղյակներում, չգիտեմ, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապարավկաններ ա ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երևան քաղաքում ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց, 2 սենյականոց բնակարանում իմ 5 հոգանոց ընտանիքով։ Դրանից ավել ես բան չի։ Ի վերջո ովքեր են թալանչիներով եք Ասում են 48 անուն ընտանիքներ են օգտվել եւ կլանների մասին են խոսում, ասում են հատուկ կլաններ են դրանից օգտվել, ինչ կլաններ են ակնարկում նրանք։ Այս ամեն ինչը շարժումները եւ հաշվի առնելով նաեւ մեր տեղահանումից հետո նման շարժումների քանակի մեծությունը, մենք դիմել ենք դատախազություն, որպեսզի տա իրավական գնահատական իր վերջո հանրությունը տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ։ Դուք տեղյակ եք, պարոն Շահրամանյան։ Մենք էլ հարց տանք, դուք հարցաքննվել եք այդ վարույթով, երբ է վերջին անգամ հարցաքննությունը տեղի ունեցել եւ ինչ փուլում է։ Ես եթե չեմ սխալվում 24 թվականի փետրվար ամսին որպես վկա հարցաքննվել եմ եւ հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում։ Դուք տեղյակ եք, պարոն Շահրամանյան, ովքեր են թալանել։ Որևէ անուն գիտեք։ Ոչ, նման բան այս պահին չի կարելի ասել, ովքեր են թալանել, միջև չլինի, ես տեղյակ չեմ։ Չեմ կարա, ներողություն, չեմ կարա տամ իրավական գնահատական, դա պետք է տա իրավապահ համակարգ։ Պարոն Շահրամանյան, մամուլում տեղեկություններ է տարածվել, որ ձեր նախագահության ժամկետը լրանալուց հետո Սամվել Բաբայանն է ուզում իր թեկնածությունը դնել։ Ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Ես կառաջարկեի Սամվել Բաբայանից հարցնեք։ Ես ինչքան տեղյակ եմ, ծանոթացել եմ այդ գրառմանը, Սամվել Բաբայանի կուսակցությունը տվել է հայտարարություն, միասնական հայրենի կուսակցություն, որով հերքել է իր մտադրությունները որպես Արցախի նախագահ առաջնորդել։ Մամուլում տարածվող մեկ այլ տեղեկության մասին, ձեր լռությունից, այսպես ասած, օգտվելով հաճախ ձեզ կապում են այս եւ այլ անձանց հետ։ Հիմա հերթականը, երևի դուք էլ եք ընթերցել, ասում են Արմեն Աբազյանի հետ առնչակցություն ունեք եւ կբացատրեք, կպարզաբանեք, ուղղորդում են ձեզ Աբազյանենք թե ոչ։ Ուրեմն միայն նախկիների հետ կապ չունի։ Ուրեմն պարոն Աբազյանի հետ, ինչպես տեղյակ եք, ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել եւ մենք ծանոթ ենք եւ գործընկերային հարաբերությունները բացի դրանից այդ հարաբերությունները ուղղված են նաեւ մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը հաշվի առնելով որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների անհայտ կորածների այդ անձնաժողովի ղեկավարը։ Այսինքն միայն այդ շրջանակում է հնարեցիք այդ անունները հրապարակելու եք թե հիմնադրամից ովքեր ինչ գումարներ են ստացել, ինչպես պահանջում էին նոր։ Մենք դեմ չենք որևիցե հրապարակումների։ Սա իր մեջ պարունակում է որոշակի գաղտնիք, նաև անձնական տվյալների պաշտպանության հարց կա,
կա հարց, որ հարուցված է քրեական վարույթներ եւ այդ շրջանակներում տարվում է նախաքննություն։ Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությանը։ Մենք երկուշաբթի օրը ես հրավիրել եմ ակցիայի մասնակիցներին, իրենց կազմակերպիչներին հանդիպելու, քննարկելու բոլոր հարցերը, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ եւ կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները իդեմս դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները, բացի դրանից հենց իրենք կարող են դա անել։ Պարոն Շահրամանյան, որքան գումար կա։ Սայելյանին դուք ասացիք, որ առանձնազրույց կունենաք իր հետ եւ ակնարկեցիք, որ որոշ մարդիկ էլ հենց այսօրվա ցույցից ունեն փող վերցրած, որոնք չեն տվել, շատ են այդ մարդիկ։ Գիտեք, մեր հասարակությունը շատ փոքր է։ Հարց բոլորի մասին տեղյակ են։ Եվ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինել այդպիսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար, եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարը արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել բոլոր իրենց նախաձեռնություններին։ Օպերայի Բաքվում տևական ժամանակ է վրան են տեղադրել արցախցիները եւ սոցիալական խնդիրներ են վերհանում։ Կա կարծիք, որ ինքներդ դեմ եք, որ այդ պայքարը վերածվի քաղաքական կոնտեքստ ներմուծվի այդ պայքարի մեջ։ Ինչն է խնդիրը, դուք առհասարակ ինչու չեք այցելում վրան, ինչու եք ընդհանրապես լռում, ինչն է պատճառը, ինչից եք վախենում։ Եվ մարտի 29-ին, որ կա նախաձեռնող խումբ, դուք տեղյակ եք, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդ կա ստեղծված։ Ես այդ խորհրդի հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, վերջի հանդիպումները երեկ է տեղի ունեցել։ Վրան եք գնացել դուք։ Ոչ, իրանք են գալիս։ Որոնք կազմակերպվում են Արցախում։ Ես խնդիր չունեմ, ներողություն։ Սամվել Բաբայանն էլ չգնաց, շնորհիվ ներկայացուցիչներից մի քանի հոգի գնացել են։ Մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցը, անհրաժեշտության դեպքում կգնանք։ Բայց ո՞րն է այդ անհրաժեշտությունը, ինչ են շատ անհրաժեշտ։ Նաև խորհրդի կողմից Առաջներից մեկը դուք պետք է գնաք։ Հա, իհարկե, մենք որևիցե ներողություն, որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու։ Մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ նպատակառնությունից։ Մենք ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում։ Ինձ չտեսակ, բայց իմ բոլոր հարազատները, ընտանիքի անդամները Ինչու անձամբ որ այդ ժամանակ պետք է ձեր խոսքը տայիք արցախցիներին։ չմասնակցելը չի նշանակում չաջակցել։ Ինչու՞ չէ։ Պարոն կողմից ճնշումներ կան, պարոն Շահրամանյան։ Պարոն Շահրամանյան, իշխանության կողմից ճնշումներ կան։ Կոնկրետ հավաքի ինչ գնալու։ Ուղիղ ձեր նկատմամբ։ Եթե բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Այսինքն ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել բոլոր խնդիրները սոցիալական ունեն իրենց լուծումները եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը եւ այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա ընդունելի է։ Դա ճնշում չէ, դա արհամարանք է եւ ասացիք օտարության զգացում է, բայց ուղիղ ձեր նկատմամբ ճնշում անձնական, չգիտեմ, ֆիզիկական, բարոյական, քաղաքական, նաեւ քրեական գործերի ենթատեքստով ճնշում կա, որից դուք զգուշանում եք։ Ոչ, ես չեմ զգում այդ ճնշումները։ Պարոն Շահրամանյան, մինչ արցախցիները սկսում են ակտիվ գործողություններ իրականացնել, այս ֆոնին ատելության խոսք է տարածվում, պառակտում են հասարակությանը։ Ինչու են նման քաղաքականությամբ առաջնորդվում, վերջերս էլ Խաչատուր Սուքիասյանն էր հայտարարություններ տարածել արցախցիների նկատմամբ, ինչպես եք վերաբերում դրանց։ Մենք տեղեկատվական շտաբով հայտարարություն ենք տարածել այսօր, որով խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները եւ ազգային ժողովի նախագահի կողմից եւ Խաչատուր Սուքիասյանի կողմից ես այսօր նաեւ ընդունել եմ զոհված զինծառայողների կողմից լիազորված ծնողին, որը ներկայացրել է մեզ այդ դժգոհությունները եւ նաեւ 1 ժամ առաջ հրապարակվել է
իրենց կողմից բաց նամակը ուղղված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին։ Ես հուսով եմ, որ Կամո Վարդանյանը սպառիչ պատասխան կտա։ Պարոն Շահրամանյան, Արցախում տեղի ունեցել բենզինի պայթյուն, բայց այդ տղաները ոչ զոհվածի կարգավիճակ ունեն, ոչ մի կարգավիճակ չունեն այս հարցին։ Այդ խնդրից պայթյունի հետևանքով 78 ուժային կառույցին զինծառայողներ զոհվել են այդտեղ։ Մենք հենց հատուկ ենք շեշտում զոհվել են, որովհետև դա ագրեսիայի հետևանք է։ Եվ իրենք պետք է ստանան իրենց համապատասխան կարգավիճակը։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք, ես պարբերաբար հանդիպում եմ հարազատների հետ եւ քննարկում ենք հնարավոր լուծումները։ Սա նաեւ պատասխանը պետք է ակնկալել Հայաստանի կառավարությունից։ Ձեզ մեղադրում են Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու մեջ։ Կար այլ ընտրանք, դուք կարող եք դա չանել եւ որն էր դրա գինը։ Դուք հիմա որ ինձ նայում եք Արցախի հանրապետություն լուծարված է։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, մենք սպառիչ ներողություն, սպառիչ պատասխան ենք տվել դրան, նաեւ տեղեկատվական շտաբով հաշվի առնելով նաեւ շահարկումները, որոնք իրականացում են թե արտաքին գործերի նախարարի կողմից, թե ազգային ժողովում տարբեր պատգամավորների կողմից հիմնականում պրոիշխանական։ Մենք դրան սպառիչ պատասխան տվել ենք։ Ով ուզում է տեսնի Արցախի հանրապետությունը, որևիցե իրավական խնդիր չունի։ Պարոն Շահրամանյան, ասում են դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, մի վարքյան։ Ասեցին դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, եւ եթե դուք գնայիք Սոֆիա, Հայաստանի իշխանություններն էլ կաջակցեին ձեզ։ Ուրեմն այդ Սոֆիայի հարցը շատ է շահարկվում։ Դա իրականության հետ ընդհանրապես չի համապատասխանում։ Բացի դրանից ինչ է նշանակում, չէ գնացել Սոֆիա, Ադրբեջանը ձեր վրա հարձակվել է։ Ադրբեջանը նման իրավունք չունի, որ մենք ինչ որ հանդիպում չեն գնացել, այդ պատճառով մեր վրա հարձակվել է։ Ես այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը եւ մենք քննարկել ենք այդ հարցը ազգային անվտանգության խորհրդի ժամանակ, նիստի ժամանակ եւ մենք տվել ենք դրական պատասխան, որ մենք պատրաստ ենք գնանք, բացի դրանից 15 օր անց Սոֆիայի առաջարկից հետո եղել է Բրատիսլավայում առաջարկ հանդիպելու, որոնք մենք ընդունել ենք եւ մեր պատվիրակությունը գնել է տոմսերը այնտեղ գնալու եւ Ադրբեջանը դա մերժել է։ Այդ շահարկումները կապված են փորձել սեփական քաղաքական դիվանագիտական ձախողումները բարդել ինչ որ մեկի վրա։ Պարոն Շահրամանյան, նայեք Լեռնային Ղարաբաղ։ Թողեք ես միջևերջ պատասխանեմ։ Եվ այդ շարքումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա մասին հայտարարել է եւ Վիտալի Բալասանյանը, որ մինչեւ 22 թվականի վերջին կբանակցել է